Եթերում հեռանկարն է։ Հայաստանում սպասվող միջազգային և համապետական նշանակության իրադարձությունները, Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, խորհրդարանական ընտրությունները առիթ են դարձել, որ Հայաստանը առավել մեծ ուշադրության կենտրոնում հայտնվի։ Եվ պատահական չէ, որ հենց այս ընթացքում շատ տարբեր խնդիրների հետ մեկտեղ խոսվում է նաև հիբրիդային սպառնալիքների և դրանց դիմակայման մասին։ Ընդհանրապես հիբրիդային սպառնալիքների և դիմակայունության բարձրացմանը վերաբերող թեման քննարկենք անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես սկսեմ այն լուրից, որ մի քանի օր առաջ ստացվեց, Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի Հանրապետություն հարագարձագանքման խումբ ուղարկելու այդ որոշումը, որը հենց հիբրիդային սպառնալիքներին պետք է արձագանքի։ Նկատի ունենալով ձեր փորձը և հետազոտությունները, որոնք դուք արել եք, ընդհանուր առմամբ եվրոպական տարածաշրջանում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ինչ հնարավորություններ ունեն նմանատիպ ուժերը։ Առաջինը ողջունելի է նման նախաձեռնությունը աշխատանքային խումբ ուղարկել։ Երկրորդը պետք է հասկանալ, ընդունել, որ հիբրիդային սպառնալիքները Եվրոպայում վաղուց են հասկացվել եւ փորձում է եվրոպական մակարդակի վրա ուսումնասիրել շրջանակներ պատրաստել եւ պատասխաններ պատրաստել։ Դա այդ աշխատանքը հիմնականում կենտրոնացված է եվրոպական հիբրիդային սպառնալիքների կենտրոնի շուրջ, Ֆինլանդիայում է գտնում, եւ այնտեղ ընդհանուր եվրոպական մակարդակի վրա այդ սպառնալիքները ուսումնասիրում են եւ մեթոդներ են պատրաստում պատասխանին։ Ելնելով նրանից, որ Եվրոպան հիմնականում ուսումնասիրում է Ռուսաստանի փորձը, Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մեթոդները, եւ հասկանալի է եւ արդեն գնահատական կա, որ ընտրությունների ժամանակ Ռուսաստանը միշտ օգտագործում է այդ պարիթը որպես ընտրությունները որպես հիբրիդային պատերազմի մեթոդներից մեկը եւ կիրառում է։ Դա կիրառվել է եւ Արևելյան Եվրոպայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Լիբանանում եւ ընդհանրապես Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլ Միացյալ Նահանգներում։ То есть Ռուսաստանը ունի այդպիսի փորձ եւ Եվրոպան ունի փորձ, ոնց կարելի է հակադարձել։ Ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնությունը նույն ձևի կիրառելու է նմանատիպ հիբրիդային պատերազմի մեթոդներ մեր ընտրությունների ժամանակ, դա ինձ համար աքսիոմատիկ է։ Եվ ունենալ հնարավորություն լսել եվրոպական փորձը, ոնց են իրենք կազմակերպել նման պատերազմի մեթոդներին Եվրոպայում, դա մեզ համար օգտակար է։ Հիմա եթե հեռանանք ընտրություններից եւ ընդհանրապես հիբրիդային սպառնալիքները դիտարկենք, որովհետեւ օրինակ հակամարտող ուժերի միջև շատ է լինում ոչ միայն քաղաքական ասպարեզում է օգտագործվում, այլև տարբեր ժամանակահատվածներում, որպեսզի երկրի դիմակայունությունը բարձր լինի, հիբրիդային ինչպիսի սպառնալիքների ինչպես պետք է դրանց դիմակայել։ Ինչին ենք ուշադրություն դարձնում։ Ավելի դժվար հարց է, ավելի խորքային հարց է, Կրիստին, այստեղ։ Պրոբլեմը այն է, որ Եվրոպան ավելի հստակ պայմաններում է։ Եվրոպան պատրաստվում է հիբրիդային պատերազմի հիմնական Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդտեղ մի հատ թշնամի է ճակետներում եւ թշնամու դեմ իրենք կիրառում են մեթոդներ։ Հայաստանը ավելի դժվար վիճակում է։ Մենք պարտավոր ենք ունենալ նման լուծումներ ոչ թե միայն Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց բացի դրանից Թուրքիան է նույն ձևի իրականացնում հիբրիդային պատերազմի մեթոդները Թուրքիան եւ Ադրբեջանը ինձ համար դա երկուսը միասին են Թուրքիան եւ Ադրբեջանի մեթոդներն են հիբրիդային բացի դրանից Իսրայելն է Հայաստանում աշխատում առնվազն 3 Իրանի մասին չեն խոսում որտեղ Իրանը այսօր մեզ համար թշնամի չի դրա համար բայց Իրանը նույն ձևի աշխատում է իհարկե Հայաստանի դեմ ուստի ստացվում է որ Հայաստանը գտնվելով մերձավոր արևելքում եւ հարավային Կովկասում միանգամից որպես ռազմական գործողությունների թատերաբեմ, այստեղ իրականության մեջ մի քանի երկրների հիբրիդային պատերազմի մեթոդներ են կիրառվում։ Եվ այստեղ հիբրիդային պատերազմի յուրահատկությունն նրա մեջ է, որ ամեն երկիր իր մեթոդներն է մտշակում։ Դու չես կարող վերցնել Ռուսաստանի դեմ պայքարելու մեթոդները կիրառես Թուրքիայի դեմ կամ Իսրայելի դեմ։ Դու պարտավոր ես այդ երեք կողմերի վրա միանգամից ունենալ քո յուրահատուկ լուծումները։
Եվ դրանից մենք հետաքրքիր կլինենք Եվրոպայի համար, Եվրոպայի հիբրիդային պատերազմի սպառնալիքների հետազոտման կենտրոնի համար։ Եվ ես դրա մասին իրանց հետ երբ հանդիպում էի խոսել եմ, որ Հայաստանը կարող է դառնալ այն լաբորատորիան, այն տարածքը, այն պետությունը, որտեղ Եվրոպան ստանում է հնարավորություն ուսումնասիրել ոնց են աշխատում հիբրիդային մեթոդները տարբեր ուժային կենտրոններից եւ ոնց են իրանք փոխգործակցում, ոնց են իրանք խաչվում եւ այլ եւ այլ։ Մենք դրանից ելնելով շատ հետաքրքիր երկիր ենք Եվրոպայի համար եւ լավ կլինի, որ այդ եվրոպական կենտրոնը բացի Հայաստանում ֆիլիալ հնարավորություն կամ Հայաստանը ձևավորի հիբրիդային սպառնալիքների կենտրոն, որը կլինի փոխգործակցության եվրոպական կենտրոնի հետ, Միացյալ Նահանգների հետ, ուրիշ ապագա մեր դաշնակիցների, ռազմական դաշնակիցների հետ ուսումնասիրել եւ սկսել կուտակել նման փորձ, Քրիստին։ Դա խիստ կարեւոր է։ Ստեղծել Հայաստանում կենտրոն, որը կսկսի զբաղվել հիբրիդային սպառնալիքների եւ պատերազմիների մեթոդներով։ Ես ճիշտ եմ հասկանում, որ տրամաբանությունը հետեւյալն է, որ անկախ նրանից ովքեր են ձեր, այսպես ասած, հիբրիդային թշնամիները, իրականում պետք է կենտրոնանալ ձեր կարողությունների հզորացման վրա, դուք այս տեսանկյունից եք նայում։ Հզորության վրա եւ պիտի պատրաստես, որ ցավոք սրտի Հայաստանի համար դու հնարավորություն չունես ունենալ մի հատ թշնամի, մի հատ հարկակոր, հաճարակոր, ում դեմ դու այդ մեթոդները ուսումնասիրում ես, դու պարտավոր ես պատրաստ լինել մի քանի ուժային կենտրոնների հարձակման, որը այսօր տեղի է լինում։ Դուք դու ավելի բարդ վիճակում ես, քան թե Եվրոպան։ Լինելով Եվրոպայի մաս ընտանիքի մեջ, բայց չլինելով եվրոպական մաս համակարգի անվտանգության համակարգի մաս, որ դու ունենաս հնարավորություն անմիջապես օգտագործել իրանց հնարավորությունները, դու պարտավոր ես կառուցել քոնը։ Եվ մինչև այսօր այդ խնդիրը չի լուծել, որտեղ ես այն ժամանակ հասցրել եմ այդ գաղափարները մեր ղեկավարության, որը զբաղվում է անվտանգության ոլորտով, բայց այդ լուծումները չկան այսօր։ Նոր ենք սկսում հասկանալ, որ համապարփակ մոտեցում անվտանգության, պաշտպանության խիստ կարևոր է։ Այդ մտքերը արդեն ընդունվել է հայկական պետականության կողմից, պետական հաստատությունների կողմից, բայց ես կարող եմ կոնստատացնել, որ մենք շատ դանդաղ ենք աշխատում։ Հասկանում եք, Քրիստին, Ինչն է պատճառը ձեր կարծիքով։ Մեր իշխանությունները, մեր պետությունը շատ հանգիստ է ապրում։ Իրանք եկել են եզրակացության, որ պատերազմը վերջացել է, խաղաղությունը, մենք կարող ենք ռելաքսի մեջ լինենք եւ այդ ճոխությունը ժամանակը մենք ունենք, կարող ենք հանգիստ տեմպերով զարգանալ։ Համապարփակ պաշտպանությունը արդյոք միայն վերաբերում է այ խաղաղության եւ չխաղաղությանը։ Երկրի ներսում, եթե օրինակ տեղի են ունենում արտակարգ իրավիճակներ, սողանքներ եւ այլն, արդյոք այդ համապարփակ պաշտպանության համակարգը չի օգնության գալիս այս դեպքում։ Չէ, համապարփակ մոտեցումը, ֆիլոսոֆիան եւ հարթակը եւ համակարգը ի սկզբանե պարտադրում է, որ դու չտարանջատես հայպետությունը, հասարակությունը խաղաղ ժամանակներից, ճգնաժամ ժամանակից, նախապատերազմական եւ պատերազմական։ Դու բոլոր process-ները քո հասարակության, պետության, իշխանության մեջ պիտի նայես այդ ընդհանուր տարածքի մեջ, որտեղ սահմաններ խաղաղության, ճգնաժամի, պատերազմի մեջ չկան, որտեղ այսօրվա միջազգային անվտանգության միջավայրը այդպիսին էր։ Այդ ճոխությունը խաղաղ ժամանակները, ճգնաժամ եւ պատերազմ տարանջատել դու այսօր չունես։ Դու պարտավոր ես քո պետական գործողությունները, քո իշխանության գործողությունները, քո հասարակության գործողությունները նայես այդ ամբողջականության մեջ։ Դա համապարփակ նորից ենք գտնում ֆիլոսոֆիա եւ շրջանակի պահանջն է։ Երբ դու տարանջատում ես, դու դուրս ես մնում համապարփակ մոտեցումից, բայց այսօր այդ ֆիլոսոֆիան պարտադրում է խորքային փոփոխություններ ռազմական մշակույթում, անվտանգության մշակույթում, որտեղ մենք դուրս գալով այդ սովետական ժամանակներից այսօր իմ պետությունը, իմ ուժային հաստատությունները, անվտանգության հաստատությունները մնում են հետսովետական եւ սովետական։ Եվ իրանց մտածելակերպը, մշակույթը ուրիշ է։ Եվ այստեղ պիտի շրջադարձ տեղի ունենա։ Մենք պիտի հասնենք նրան, որ իմ անվտանգությանով զբաղվող հաստատությունները հասկանան, որ հիմ մտածները չեն աշխատում, բայց դա լուրջ խնդրեմ է, որովհետև քո սպայերը, քո բարձր ռազմական եւ անվտանգության ղեկավարությունը մնացել են սովետական, իրանք 40-ից 50-ից անց են քրիստին։
իրանց համար փոխել մտածելակերպը շատ դժվար խնդիր է, ոչ թե միայն Հայաստանի համար։ Բոլոր սովետական ճամբարից դուրս եկած երկրները ունեն այդ խնդիրները։ Դաժե Էստոնիան այսօր ունի այդ խնդիրը։ Մինչև վերջ չի հաղթահարել, լինելով Էստոնիա, ունենալով նվաճումները, որ իրանք ունեն թվային տիրույթում, որոնք իրանք են, չէ՞, կենտրոնը, մինչև այսօր ռազմական ոլորտում այդ խնդիրները մինչև վերջ չեն լուծել։ Ամբողջ համակարգերը բնականաբար դժվար են շարժվում։ Ինչ ոլորտի վրա կարելի է դնել շեշտը, որպեսզի առաջատար լինի, հա, այդ լոկոմոտիվը լինի եւ կարողանա քաշել ամբողջ համակարգը։ Ես կուզենայի, որ այդ լոկոմոտիվը դուք, եթե օրինակ դուք որոշեիք։ Ես կուզեի, որ այդ լոկոմոտիվը լինի պաշտպանության նախարարությունը մեր ռազմական ուժերը։ Ոչ թե իմ ցանկությունը, որտեղ ես դուրս եմ եկել սպայի այդ կողմից, ոչ թե իմ այն այդ, դա, բայց դրանից որ դու շարունակում ես մնալ պատերազմում։ Այսօր Հայաստան ունի ընդամենը հրադադար, դու պատերազմում ես հիբրիդային մեթոդներով։ Եվ լինելով դրանից քո պետության, քո անվտանգության կառույցի հիմնական կորիզը մնում է ռազմական ուժերը եւ ռազմական տիրույթը։ Նորմալ ես կուզենայի, որ համապարփակի փոխանցումը տրանսֆորմացիան տեղի ունենա ռազմական ուժերում, հետո ԱԱՑ-ում, հետո ՆԳՆ-ում եւ հետո այդ երեք ուժային կառույցները պետք է դառնան լոկոմոտիվը, որը օգնում են, ստիպում են եւ պարտադրում են մնացած պետական հաստատություններին անցնել համապարփակ մոտեցման։ Իմ համար դա ամենից ճիշտ ճանապարհը կլինի, որտեղ հասարակության մեջ հասարակությունը պատրաստ է ճանապարհով գնա, ինձ համար հիմնական խնդրը պետությունում հասնել այդ փոխակերպման, մտածելակերպի փոփոխման եւ հետո ավելի դժվար խնդիրը իշխանությունների մեջ, որովհետեւ իշխանությունը աշխատում է այսօրվա իշխանությունը պահելով խնդիրների շուրջ, բայց համապարփակ այդ մոտեցումը համապարփակը պատադրում է մտածել սերունդներով։ Դու սկսում ես այսօր կառուցել այն Հայաստանը, որը կլինի 15-20 տարուց հետո։ Այն մեթոդները, որոնք կիրառվում են թե ռազմական կրթության, թե ընդհանրապես պաշտպանական միջոցների ավելացման առումով, ընդհանուր ուղղությունները արդյոք այս խնդրի լուծմանը չեն մոտեցնում։ Այսօր չէ, բայց ես ուրախ եմ, որ այսօր ռազմական ուժերում կան սպայեր, կա մի փոքր միջավայր, որ այդ խնդիրները հասկանում է եւ փորձում է կազմակերպել ման փոխակերպում եւ ման շրջադարձ եւ Հայաստանի ռազմական ուժերը եւ ռազմական հաստատությունը կառույցը փոխում է իր ֆիլոսոֆիա եւ նելով ֆիլոսոֆիայից նպատակներից իհարկե փոխվելու է եւ կառույցը եւ ֆունկցիաները եւ մնացած փոփոխությունները, որտեղ համապարփակը պարտադրելու է խորքային փոփոխություններ Քրիստին, ոչ թե մակերեսորեն, բայց դա պիտի լինի իրոք փոխադարձ եւ դու փոխում ես կարելի ասել ամեն տար քո ռազմական համակարգի մեջ։ Դա դժվար խնդիր է, նորից եմ կրկնում, մինչև այսօր միջին վերջը այդ խնդրը մեծ երկրներ ավելի կոմֆորտային վիճակում չեն լուծել, բայց մեզ համար խնդրեմն այն է, որ քո խնդիրները ռազմական եւ գոյատևական են։ Դու պարտավոր ես այդ խնդիրները լուծես, որտեղ ուրիշ ելք չունես, դրա համար դու պիտի ինչքան կարելի է շուտ անցնես այդ ճանապարհին։ Միջազգային հետազոտական Սիփրի կենտրոնը հերթական իր զեկույցն է հրապարակել ընդհանրապես ռազմական ծախսերի վերաբերյալ, ընդհանուր առմամբ գլոբալ աշխարհում ռազմական ծախսերի աճ կա։ Եվ այս տարածաշրջանում եւս այդ ռազմական ծախսերի մասին խոսել է եւ աճը նկատել է։ Հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի մասին առանձին անդրադառնալով արդյոք այդ ռազմական ծախսերը, որոնք արվում են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, նույնատիպ խնդիրներին են վերաբերում, նույն ուղղություններն ունեն։ Ինչպես է, ինչպիսի առանձնահատկություններ դրանք ունեն։ Առաջինը պետք է ասել այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի բյուջեն ռազմական այդքան մեծ է, այն սիմպտոմներից, ինդիկատորներից մեկն է, որը ցույց է տալիս, որ պատերազմը շարունակում է։ Ոչ Ադրբեջանը պատրաստ չէ անցնել խաղաղության եւ դու պարտավոր ես պատասխանել ունենալ նմանատիպ բյուջե։ Այդ մի իրականությունն է, որտեղ խաղաղություն չկա։ Երկրորդը, դու հնարավորություն եւ իրավունք չունես կրկնել այն քայլերը, որ անում է Ադրբեջանը, որտեղ մենք եւ Ադրբեջանը Թուրքիայի հետ լրիվ տարբեր քանակական վիճակ ունենք, բայց եթե վերցնենք քանակական վիճակը, Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ Հայաստանը ասիմետրիկ վիճակում են։ Հայաստանը ոչ մի դեպքում չի կարողանալ ունենալ այնպես ռազմական ուժեր քանակով, ինչ ունի Ադրբեջանը Թուրքիան։ Քո պատասխանը պիտի լինի ասիմետրիկ։
Եվ այդ ասիմետրիկ պատասխանը պարտադրում է քեզ, թելադրում է եւ պարտադրում է, որ դու կառուցես լրիվ ուրիշ ռազմական ուժեր, քան թե ունես այսօր եւ չկրկնես Թուրքիայի կամ Ադրբեջանի փորձը։ Լրիվ ուրիշ մոտեցում պիտի լինի ռազմական կառույցներին, ուրիշ ձևի, ուրիշ ռազմավարություն, ուրիշ մարտավարություն, ուրիշ կառուցվածք ռազմական համակարգին, որը պիտի լինի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի անբաժանելի տարր։ То есть այդ ասիմետրիան, որը դու ունես, քեզ թելադրում է համապարփակ մոտեցում եւ համապարփակի ֆիլոսոֆիան եւ մոտեցումն է քեզ հնարավորություն տալիս կառուցել այնպիսի ռազմական ուժեր, որը կարող են չեզոքացնել ագրեսիան ուժային կենտրոնների կողմից, որը անհամեմատ ավելի քանակակով մեծ է։ Դրա համար դու նորից եմ կնում պարտավոր ես գնաս համապարփակ մոտեցման ճանապարհով եւ կառուցել լրիվ ուրիշ ռազմական ուժեր, քան թե ունես այսօր։ Որպեսզի պատերազմի գինը բարձրանա եւ այլևս ձեռնտու չլինի այսպես սպառնալիքներ ունեցող երկրների։ Որոնց հնարավորություն չեզոքացնել ուժային կենտրոնը, որովհետեւ դու պիտի դնես եւ լուծես խնդիրը, ոնց է չեզոքացնում Թուրքիային, որ ինքը չի հասնի ռազմական ագրեսիայի, որ Թուրքիան հաշվարկի, որ շատ թանկ է նստելու իր վրա եւ քո ռազմական ուժերը, քո պաշտպանության եւ անվտանգության համակարգը ընդհանրապես, քո հասարակությունը, քո իշխանությունը պատրաստ են նման հարձակման եւ Թուրքիան գնահատելով քո պատրաստությունը հաշվարկում է, որ ավելի ճիշտ կլինի հայերի հետ, Հայաստանի հետ խոսել ոչ թե ռազմական լեզվով, սպառնալիքով, բայց գտնել ուրիշ լեզու եւ կառուցել ուրիշ հարաբերություններ։ То есть Թուրքիայի հետ խաղաղությունը դա ոչ թե առաջի պայմանն է հարաբերություններ կառուցելու, դու պիտի դնես այն խնդիրը, որ դու որպես երկիր, պետություն, Հայաստան հարուզարանում ես ինքանով, որ Թուրքիան փնտրի եւ գտնի ուրիշ լեզու եւ սկսի կառուցել քեզ հետ ուրիշ հարաբերություններ, բացի ռազմականից։ Հասկանում եք, то есть միտքը, հա, то есть եթե ուզում ես Թուրքիայի հետ ունենալ ուրիշ հարաբերություններ, բացի բլոկադայից եւ պատերազմից, դու պիտի ինքան հազորանաս, որ Թուրքիան հասկանա, որ քեզ հետ պիտի կառուցի ուրիշ հարաբերություններ։ Այդ ժամանակ խաղաղությունը դառնում է հնարավոր։ Այսօր այդ հնարավորությունը չկա։ Այսօր դու թույլ ես, ցույց ես տալիս Թուրքին, որ դու թույլ ես, եւ դրանից ինքը մոտ ծնվում է մտադրություն, որ եթե հայերը մինչեւ համա Թուրքիան մինչեւ վերջը հասցնենք մեր նպատակներին։ Դրա համար խաղաղությունը նորից են կրկնում, դա ոչ թե նպատակ է, խաղաղությունը դա հետևանք է։ Խաղաղության դու պիտի վերաբերես որպես հետևանք քո հզորության։ Մինչև դու չես հզորացել, իմաստ չկա խաղաղության մասին խոսել Մերձավոր Արևելքում ավտորիտար ռեժիմների հետ Քրիստին։ Դա իմաստ չկա իմ կարծիքով։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հրաչյա Արզումանյանն էր։